Որ ոչ թե մենք ձևի համար են կառուցում, որ արագ արեցինք, այլ հոգի է դրվում, որ գնաք տեսնեք, կպատկերացնեք ինչ է կատարվում։ Պարոն Ծառուկյան, կարևոր շեշտադրումներ արեցիք ներքին համերաշխության, ազգային վերածննդի մասին, նաև ընդգծեցիք Հայաստան, Սփյուռք, Արցախ եռամիասնությունը։ Ամեն դեպքում այսօրվա իրողության մեջ ինչպես եք պատկերացնում այդ ներքին համերաշխությունը, երբ մի կողմում բռնի տեղահանված արցախցիներ են, կալանավորված հոգևորականներ են, հետապնդվող քաղաքացիներ են, իսկ մյուս կողմում այդ ամենը արդարացնողներ։ Ուրեմն ես նորից եմ ասում, պետք է լինի հաշտություն, համերաշխություն, ատելությունը պետք է վերանա, չարությունը վերանա, նախանձը վերանա։ Ես ասենք, թե ամբողջ մեր երկիրը Հայաստանը պատկերացնենք մի հատ ընտանիք։ Եթե ընտանիքում ընդհանուր չկարողացան իրար հետ միասնական աշխատել, ապրել, լսել, լավը, գեղեցիկը, հզորը, արդյունավետը, ուրեմն ոչ մի հաջողություն չի կլինի։ Ինչ եղել է, պետք է մարդիկ կարողանան, ոչ թե նստեն բամբասեն, ավել պակաս խոսեն, ցեղ շպրտեն, սա նրա վրա, այլ ամեն մեկը պետք է առաջարկի, ինչ է ուզում անի, ինչ կարանի, ինչ է իր առաջարկը։ Մեր եղած կարգով հայտ ներկայացնեք հաջորդ ընտրություններին։ Ուրեմն այսօր այդ օրը չայտես ուզում եմ, ես կգա ժամանակը, ամեն ինչ կասեմ։ Ես ասել եմ մի ամիսներ առաջ, որ ես պետք է մտածում եմ, շփվում եմ, քննարկում եմ տարբեր ոլորտների, տարբեր մասնագետների հետ։ Այսօր Հայաստանում չկա մի մարդ, չկա մի կուսակցություն, որ կարողանա մեր երկիրը այս վիճակից հանի։ Անպայման պետք է լինի քննարկում, համախմբում, պարտադիր չի որ կուսակցական լինեն, այլ մարդը տվյալ ոլորտի ներկայացուցիչն է, արդյունավետ, բանիմաց, ցանկանում է որ երկիրը լավ լինի, հզոր լինի, անկախ լինի, ուժեղ լինի, ժողովուրդը հարուստ լինեն, ժողովուրդը որ աղքատ են, այդ երկիրը հզոր չի կարա լինի։ Պետք է լինի պայման հնարավորություն, բոլոր ոլորտները պետք է ուսումնասիրվեն, որ ոլորտում ինչն է խնդիրը, ինչն է խնդրեմը, ինչ պետք է անես, որ այդ մարդը կարողանա իր աշխատանքով ապրի, որ այդ խնդիրները իրեն չխանգարեն, որ մարդը ծրագիրը կարդալուց հասկանա սա իրան է վերաբերում եւ այդ ոլորտից հասկացող մարդ է գրել, որ այս խնդիրները կան, այս խնդիրները կան։ Մենք այդ ուղղությամբ մշակում ենք եւ հիմա հաղորդումներ կա առաջարկ Հայաստանին։ Դռները բացա բոլորի համար, առաջարկում ենք ծրագիր էս, ավելի լավ բան ունես առաջարկում, խնդրեմ, ասա, եթե դա օգուտ է, դա արդյունավետ է, մենք պատրաստ ենք ընդունելու։ Եվ ասենք մասնակցել եմ առաջարկ Հայաստանին ծրագրով, ծրագիրը պետք է լինի այսօր ուսումնասիրելով մեր երկրի հնարավորությունը, մեր ժողովրդի ունակությունը, որի հիման վրա կարանք զարգացնենք, հզորացնենք, պայմաններ ստեղծենք, զարգանանք, հզորանանք, ամրապնդվենք եւ մեր ազգից պետք է վերանա նախանձ ու չարությունը, չկամությունը։ Հարևանդ հարուստ է պետք է ուրախանաս։ Ընկերդ հարուստ է բարեկը պետք է ուրախանաս։ Աստված քեզ ավելի շատ կտա։ Նախանձ մարդը գիշերը հանգիստ չի կարա քնի։ Դա է իմ ասածը։ Ուրիշը ծանոթինի ուրախանում, բայց քու հարևանը, քու ընկերը, քու բարեկամը հարուստ է կամ հաջողակ է կամ պաշտպան դու դրանից վատ ես գնում։ Դա է մեր հիմնական թերությունը, պետք է դա բացատրվի, ասվի, հասկանանք, իրար կողք լինենք, առաջարկները հասկանանք ու կարողանանք լիարժեք դա իրականացնենք։ Տեսնում ենք մարզային այցերի ժամանակ ձեզ շատ են մոտենում քաղաքացիներ, ինչ են ասում, ինչի կարիք ունեն այս պահին։ Ուրեմն մարզերում հանդիպումները ես ասել եմ, բայց իրոք այսօր տեղը չի, իրոք կլինի առիթ, որ բոլորիդ կհրավիրեմ եւ ձեր բոլոր ցանկացած հարցին կպատասխանեմ, հարցերից չեմ խուսափում։ Հիմնական այսօր երկիրը պահողը ժողովրդին կերակրողը գյուղատնտեսությունն է, գյուղացին է։ Գյուղաց ուզածը ինչ պետք է լինի։ Մեխանիզացիա, պարարտանույթ, վառելիք, սերմ եւ իր բերքի մթերումը, որ ինքը կարողանա այդ բերքը հանձնի։ Ես ասում եմ, այսօր բերքը դուրս եկավ ծիրանը 1000 դրամ, երկու օր հետո դառնում 800 դրամ, երրորդ հետո 400, 300, 200, բայց ինչի համար։ Մեր ծիրանը աշխարհում եք միակն է, սա պահանջարկը կրուգլի տարիքա։ Պետք է կառուցեն սառնարաններ, պետք է ծիրանը առաջի սորտը թող 1200 դրամ ընդունեն, երկրորդը 1000 դրամ, մյուսը տանեն կամ ասենք թե ջրի համար, սոկի համար թող 200-300 դրամ, պետք է այդ պայմանները ստեղծենք, որ մարդիկ կարողանան իմանալով արտադրել են չմնա դաշտում, որտեղ գնան դեից բարձի, բերի, հանձնի, տակը գումար չի մնում, չի գնում։ Մենք պետք է կետ առ կետ դա ուսումնասիրենք, կարողանանք ստեղծել, որ մարդը կարողանա գնա այնտեղից հավաքի, հանձնի, իր գումարը ստանա, իր տունը պահի։ Բարդ բան չեմ ասում։ Մարդը պետք է հասկանալով ոլորտը տիրապետելով եւ ոլորտի պատասխանատերը տվյալ ոլորտի մարդ պետք է լինեն,
Ժողովուրդն էլ տեսնելով, որ այդ մարդը այդ ոլորտի ամենան է, դա կապ չունի ազգանունը, բնակավայրը, այլ ինքը ամենալավ արդյունավետ մասնագետն է։ Հնարավորություն պետք է տան կառավարելու, կազմակերպելու, որ ինքը կարողանա դա անել։ Այդքան մի բան։ Հասկանալի է։ Շնորհակալություն։